3 տարի առաջ, երբ սկսվեց Սիրիական պատերազմն ու մեր հայրենակիցները շտապեցին Հայաստան, նրանց կարիքները այլ էին։ Շատերը մտածում էին, որ շուտ կվերադառնան տեր, կկանգնեն տարիների կուտակածի։ Պատերազմը դեռ չի ավարտվել, մեծ մասի ունեցվածքից էլ բան չի մնացել։ Հիմա սիրիահայերի մեծ մասը հայրենիքում ոչ թե տուրիստ, այլ քաղաքացի է ու հիմնավոր հաստատվելու եւ համաձուլվելու խնդիր ունի։ Անցած 3 տարիներու ընթացքին կվգայեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հսկայական գործ դարած նույնիսկ իր կարողություններն ավելի հասնելով Սուրիայերուն բոլոր իրենց խնդիրներուն լուծման ելքերը գտնելու բժշկական, ուսումնական, որոնք ամենեն կարևորներն են։ Պետության աջակցությամբ լուծվում է նրանց փաստաթղթային հարցերը, ռուսերենի ու արևելահայերենի դասընթացներ են կազմակերպվում, կրթությունն անվճար է։ Կառավարության աջակցությամբ արդեն ավելի քան $500,000 դրամ վարկ է հատկացվել, մոտ 60 փոքր ու միջին բիզնես հիմնվել։ Բայց ավելի քան 10,000 սիրիահայերի համար շարունակում են առանցքային մնալ լեզվական ու մշակութային արգելքները, աշխատանքի ու բնակարանի հարցը։ Բնակարանների վարձի որոշակի խնդիրներ լուծվում միջազգային կազմակերպությունների բարեգործական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև փորձ է արվում բնակարանային ֆոնդ գտնել կամ պետության այն միջոցները, որոնք կան, նրանց հատկացնել այն բոլոր նրանց համար, ովքեր շատ առավել կարիքավոր են։ Սիրիահայերի խնդիրներով զբաղվող միջազգային ու տեղական, պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչները համաձուլման ճամփեքով համագումարում փորձում են վերհանել ինտեգրման խնդիրներն ու գտնել դրանց պատասխանները։ Խոստովանում են, խնդիրը լուրջ է, լուծումներ հնարավոր է գտնել համատեղ ջանքերով։ Եթե մենք չկարողանանք նույնիսկ ինչ-որ լուծումներ գտնել, ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել, բայց արդեն այն, որ մենք առաջադրում ենք այդ հարցադրումները, դա արդեն բավականին դրական բան է, իսկ երբ որ արդեն խնդրեմը կա, երբ որ հարցը կա, անպայման երբևիցե կգտնվի եւ պատասխանը։ Համաձուլման լավագույն ուղիները մեկ սեղանի շուրջ փորձում են գտնել խնդրի տերերն ու պատասխանատուները։ Մեծ սփյուռք ունեցող Հայաստանին առաջարկվում է օգտագործել սիրիահայերի ներգաղթի առիթն ու փախստականների ինտեգրման համակարգային ծրագիր մշակել։ Սա նախադեպ է, որը գլոբալ խնդրի մասին մտածելու առիթ է տալիս։ Սոլնե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։